Արդեն 2 վիդեոներից մեջը լասել եմ, որ մասնակցել եմ տոնավաճառի մայիս ամսին, բայց չեմ ասել դեռ, թե ինչ տոնավաճառ էր էդ։ Ուրեմն թանգարանային գիշերների կապակցությամբ Գյումրու քաղաքային ճարտարապետության և քաղաքային արվեստի թանգարանը կազմակերպել էր տոնավաճառ։ Նկարահանել եմ բոլոր գրեթե տաղավարները, ինչքանը որ հաստրել եմ, ինչքանը որ ինձ համար հետաքրքիր է եղել, բայց վերջում հասկացա, հենց նոր մոնտաժելուց հասկացա, որ բոլոր տաղավարները նկարել եմ, բացի իմ սեփական տաղավարը։ Հոյակապ տաղավար էր, բայց ոչ մի գրեթե նկարած բան չունեմ, բացի դիմացի 1-2 կադրից։ Ուրեմն այս տաղավարը, որը ցույց եմ տալիս, պղնձյա զարդեր էր, օրիգինալ զարդեր են, պղնձյա լարից պատրաստված, շատ սիրուն գործեր էին և բավականին դեմոկրատական գնով, 5-ից 10-15 հազարի սահմաններում շատ սիրուն զարդեր էին, նրանք կարող եք գտնել, եթե ձեզ հետաքրքիր են, այսպիսի զարդերը կարող եք գտնել հետևյալ ֆեյսբուքյան էջի միջոցով, կարող եք ուղղակի վիդեոն պաուզա սեղմել ու փնտրել այդ էջը։ Հաջորդը ձեզ կներկայացնեմ այս տիկնոջը։ Դուք կներկայացնեք ինչ ունեք, որ ավելի բան լինի։ Սա ամբողջ հիմնականում մեր մամուքերք է, սա այս տարվա նորույթն է, մեր մամուքից անձերոցիկներ։ Ահա, Թերքները պայելու համար ինքը շատ մեծ չափս է, հավատանի։ սառնարան տնելու համար։ Սառնարան տնելու համար, յուրաքանչյուր մտել կգտնեք իրար մեջ, ինքը ոնց տնեք, այդպես կհանեք սառնից, ինքը շատ արիք շպարում է ու հեշտ է մաքրվում, հեշտ է պահպանել է, մի տարի կարող եք օգտագործել։ Մեղր է ու ակնամում։ Ես նորույթներ ունեմ, ես տարի ակնամումով կրեմ մեղրեր ունեմ, բուժիչ նյութեր է, ակնամումը ինքը մենակ սպիրտում է լուծում, բայց ես կարողացել եմ մեղրի հետ համադրել ու հետո մի գաղտնի բաղադրիչով, որը և շատ հաճելի է, և շատ բուժիչ։ Ամումներ են, գեղեցիկ կաղապարներով, իրանց բույրը անմիջապես տարածվում է սենյակում և չես վառում մինչև ինքը հանգչի, ունում ես մի 10 րոպե ու զգում ես, թե ինչպես փոխվեց սենյակի աղավարն ամբողջությամբ։ Աղջովկա է, նույնպես մեղվա մթերք է, իրան որպես բուժիչ խմում են կաթիլներով, ես էստեղ ունեմ, կարող եք փորձել բույրը զգալ, ունի թեթև կանյաշնի համ ունի, ու շատ առողջարար է, որոշ բեղամիջոցի հետ էլ ինքը հակացություն չունի։ Հետաքրքիր համ ունի։ Այո, շատ։ Այստեղ գեղեցիկ մոմեր են, սրանք արդեն կոմպլեկտներ են նվերների համար։ Իսկ նրան գտնելու համար և նրա համեղագույն մեղրերից օգտվելու համար կարող եք զանգահարել այս համարով կամ փորձեք QR կոդը բացել։ Պատմեք, ինչից է սարքած այս տիկնիկները։ Այստեղ տեքստիլային են այս տիկնիկները, սրանք բամբակից են, Շուննուկատու։ Հա, սա էլ յուժիկ տուման է, այստեղ էլ լուսնի վրա։ Այս մնացածները բամբակից են, սրանք սառը ճենաբակի են։ Սրանք էլի բամբակից խաղալի են։ Մեր հայկական նուրի տիկնիկն է, անձրևաբեր, անձրև եք բերում։ Այ, ստեղ ունեմ ուտիստադը, բարեկենտանի տիկնիկը, էկող, թապող, տաբիկ, ստեղ սասունցիների պարն է, ստեղ զադիգի ճուտիկներն են, ստեղ երկանկն է, Շատ սիրուն է, շատ։ տարազներն են մեր, առաջի երկուսը կարին է, սա այրարատ, սա մուշ։ Այդ ձեռագործները դու ես արել, չէ կտորը։ Չէ, ես եմ արել, չէ, այդպես կտոր չի ճարվի։ Համի պատկերացրու և սա էլ խատուտիկ տիկնիկների տաղավարն էր, գտեք նրան ֆեյսբուքում։
Հաջորդը մեր ժանեկագործ վարպետը, ով գործում է ոչ միայն Հագուստի փարականներ, շուղերով, հագուստ, գլխարկներ, բռնիչներ, խաղալիքներ, մի խոսքով ամեն ինչ, և ընդունում է պատվերներ։ Նրա գործերին ավելի մոտիկից ծանոթանալու և պատվերներ տալու համար այցելում ենք նրա ֆեյսբուքյան էջ։ Ես կրնամ սպես չուշտանք, միան նգարեց, Ահա։ Չէ, եթե չեք ուզում չեմ նգարի։ Ահա։ Սիպեր հավասարակշություն պայով էլի, հետաքրքիր բան, կամպյուտերի կողքը տնես, սիպեր ձայնշան, Սիպեր զարնում էր գյումրինը, Սիրեմ գ։ Եվ մեր համեստ փայտակորձ վարպետը և նրա ֆեյսբուքյան էջը։ Դե ինչ, այսքանն էր մեր տոնավաճառի մասին, այսքանով վերջ։